Ժողովուրդ, դուք օբյեկտիվ իրականությունը հետևյալն է, ոչ ձեր ասածները, ոչ այսօրվանը, ինչ-որ շահագրգռված չեն ասեմ, մտկափոխվել են, թե ինչ են եղել, չեն բացահայտում, երբ 6 տարի է գործը վերաբացվել է իբրև թե, բայց գործը առաջ չի գնում։ Չունեն այդ կամքը քաղաքական։ Երբ 19 թվականին ես դիմեցի Արթուր Դավթյանին եւ ընդունեց եւ հրապարակեցի իմ կարծիքաստի, ահա քաղաքական իշխանություն, քաղաքական կամք կա կարծես։ Իսկ այսօր ես ասում եմ, քաղաքական կամքը չգիտեմ ուր է կորել, եթե եղել է, կորել է եւ գլխավոր դատախազից սկսած, քննչականից սկսած չեմ հասկանում ինչ է կատարվում։ Ես որպես դիմումատու ինձ պարտավոր է չէ ասել ինչ ենք արել։ Վերջին անգամ հանդիպել եմ քննչականի պետի հետ ապրիլին։ Այս տարվա։ Այո, այս տարվա ապրիլին, դրանից առաջ էլ։ Պետներ Տիկին Բախշյանը։ Այո, Պողոսյանը, Արթուրը Պողոսյան։ Իսկ Աննա Վարդապետյանի հետ երբեք հանդիպել։ Բազմաթիվ անգամ գրել եմ, որ ուզում եմ հանդիպել եւ չեմ հանդիպել։ Ժամանակ չունի Աննա Վարդապետյանը։ Իրան հարցրեք, այ մարդ, վայ։ Վարդ, ինչ ինձ մի ջղայնացրեք, հա։ Տարիները անցնում են արդեն 26 տարի։ Այո։ Այս ընթացքում ծմա ազատազրկվածներից մեկը ինքնասպանություն է գործել։ Այո, այո, այո։ Եվ այլևս բացահայտումը օր-օրի ավելի նվազում բացահայտում։ Շատ ճիշտ եք, իրավացի եք։ Այ ազգային ժողովում եք, պատգամավորներին հանձնարար եք, ներողություն էլի միացրաձայնը կտրեմ։ Այդքան հարց ու պատասխան է լինում կառավարության հետ։ Որևէ պատգամավորի չի հետաքրքրում, թե հոկտեմբերի 27-ի վերաբացված գործը ուր հասավ։ Չի հետաքրքրում։ Մի անգամ եմ լսել Անդրանիկ Քոչարյանը դատախազին, այո, դատախազին հարցեց։ Ընդհանրապես ավելին ասեմ, 2 տարի առաջ, թե անցյալ տարի այս օրը Ալեն Սիմոնյանի ազգային ժողովի նախագահի կազմակերպած այս միջոցառման ժամանակ հարց եմ բարձրացրել, ինչու ազգային ժողովը անվտանգության հանձնաժողովը լսումներ չի կազմակերպում հոկտեմբերի 27-ի գործը ինչ եղավ, ուր հասավ, գոնե փակ լսումներ արեք, մի հատ կանչեք դատախազ, քննչական։ Ամիջապես Անդրանիկ Քոչարյանին ասեց, Տիկին Բախշյանը ինչ է ասում, ինքն էլ լսեց ու ոչ մի բան։ Գիտեք, այս ավելին ասեմ ձեզ, 2023 թվականի Կարեն Դեմիրճյանի արձանի բացման օրը վարչապետ Փաշինյանը ասեց, որ այդ գործը վերաբացելու, հոկտեմբերի 27 վերաբացելու և պատվիրատուներին, կազմակերպիչներին բացահայտելը Հայաստանի պատվի խնդիրն է։ Հիշում եք, ասեց, որ սա կրակոց էր Հայաստան պետության դեմ, հոկտեմբերի 27-ը ուղղված էր Հայաստան պետության դեմ և այն բացահայտելը Հայաստան պետության արժանապատվության խնդիրն է։ Հիմա ինչ։ Հիմա ես օդի մեջ ում ձեռնտու չի հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտումը։ Որևէ իշխանության հոկտեմբերի 27-ից հետո որևէ իշխանության համար բացահայտումը ձեռնտու չի եղել, երևի։
Նախորդներին ես հասկանում եմ, որովհետև իրենք ամիջապես մեջն էին Սերժ Սարգսյան, Քոչարյան նախագահ, Սերժ Սարգսյան անվտանգության պատասխանատու նախարար, իրենք գիտեին, ժողովուրդ, իրենք գիտեին, ես դες 100%-ով ասեմ, իրենք գիտեին։ Իմ հարցը ներկայի վաղտան էր վերաբերում։ Ինչին էր վերաբերում։ Ներկա ժամանակահատվածում։ Ներկա ժամանակներում էլ ինչ-որ բան խանգարում է։ Տեսեք, Բայց քվե ինչ իմանամ։ Գուցե մտել է փակուղի Վարչապետը գործը։ ասաց, որ քվեարկելով մեր օգտին դուք քվեարկում եք հոկտեմբերի 27-ի բացահայտման օգտին։ Այո, եւ մարտի 1-ի։ Ինչ ունեցանք, այո։ Չունեցանք եւ շարունակում ենք անարժանապատիվ ապրել, շարունակում ենք։ Հիմա ինչու այդ արտաքին բաների հետ կապված ես ոչ միայն ես շատ մարդիկ գիտեն, որ դա այդտեղ Ռուսաստանի մատա կա։ Հիմա չեն կարողանում ասել, չեն կարողանում խոսել այդ մասին երևի, ինչ որ բաներ Այսինքն արտաքին հետք եք դուք տեսնում։ Անպայման, ժողովուրդ, այն լակոտներն ովքեր էին, որ 5 հոգով մտնեին, այսպես ընտրված մարդկանց սպանեին, եթե իրենց չէին կառավարում, իրենք ինչ-որ ուժերի մանկլավիկներ չէին, ինչ-որ արտաքին ինչ-որ ուժերի մանկլավիկներ չէին։ Այդ դեպքում արտաքին ուժերի համար ինչով էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը։ Հայաստանի քաղաքական իրավիճակ էր այդ պահին, որ նրանց ձեռնտու էր ձեր ասած ընտրովի քաղաքական գործիչների պետական վարչապետի Հայաստան պետության ինքնիշխանության անկախության դեմ էր ուղված դա։ Ուզում էին այդ ձևով վերացնեն Հայաստան պետությունը։ Տիկին Բաշյան, ձեզ այս ցուցակը ծանոթ է։ Հա, Ծանոթ է։ Հոկտեմբերի 27-ից հետո հա, հրապարակված ցուցակը պաշտոնների, Այո։ ովքեր որ հավակնում էին։ Այստեղ տեսնում ենք Շիրխանյանի անունը, Ջանգիրյանի անունը, Կիրակոսյան եւ Անդրանիկ Քոչարյան, որ եւ քիչ առաջ ցուցություն էին։ Գիտեք ինչ, այդպիսի բաներ շատ կլինեն, ես չեմ հավատում դրանց հավաստիությանը։ Տեսակետ կա, որ Մեղրի պլանի հետ է կապված Տիկին Բախշյան, որովհետև Հերթով։ Արցախյան կարգավորման այսպես կոչված Մեղրի պլանի պատճառով է եղել հոկտեմբերի 27-ը։ Նաև։ Այո, իհարկե, դա շատ հոկտեմբերի 23-ին եղել է պետանվտանգության նիստ, որտեղ այդ հարցն է դրված Քոչարյանի մոտ եւ շատ լավ գիտենք ինչ է եղել, ոնց են Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դուրը շրխկացել եւ դուրս եկել, իրենք կատեգորիկ համաձայն չէին։ Այո։ Բայց միայն դա չէ, հա? Ջանգիրյանի։ Այնքան հարց ունեմ, որ այնքան հարց ունեմ։ Ասում եք նաև Եղել է։ Բախշյանը, բացի Մեղրի։ Այո, ես Դրդապատճառներ կայինս ձեզ, ասացիք միայն Մեղրի հարց չի, նաև Մեղրի հարցը։ Ժողովուրդ։ Դրդապատճառներ կայինս ձեզ։ 1000 ինձ դժվար հարցեր եք տալիս։ Դրդապատճառ ինչ որ մեկի մի պետության, մի քաղաքական, չգիտեմ, գերտերության կոկորտին նստած ենք երևի եւ շարունակելու ենք նստել չվտանգվահատվենք։ Տիկին Բախշյան ջան, գիտեմ որ կան որ վերհիշեք, բայց Ջանգիրյանի հետ դուք հանդիպումներ ունեցել եք, ես հիշում եմ, որ շատ թեժ էին անցել այդ հանդիպումները, վերջին հանդիպումը երբ է եղել եւ ինչով ավարտվեց։ Վերջինը չեմ հիշում, բայց առաջինը հիշում եմ։ 2000 թվականի մարտ ամիսն էր։ Կանչեց իր կաբինետ։ Դուռը բացեցի, մտա, ձեռքերս տարածեց, ասեց ինձ չեք օգնում, իմ ձեռքերը բռնում են, ինձ չեն թողնում աշխատեմ, ինձ չեք օգնում։ Ես էլ այն ժամանակ ընդամենը մի մանկավարժ էի, բարինց բեխաբար։ Ասի, վայ ինչով օգնենք, պարոն ջան։ Ասեց գնացեք Արամին ասեք։ Արամին ասեցի, Արամն ասեց, թող ամեն մարդ իր գործը անի։ Բայց
այդ 2003 թվականին երբ անջատվածը մաս փակվեց, Ջահանգիրյանը դրան դեմ էր։ Ինքը հանուն արդարությամբ ինքը ասում էր, որ այն մարդիկ, որ ասում են կազմակերպիչ չկա, պատվիրատու չկա, չարաչար սխալվում են, կան, բայց լինելով գլխավոր դատախազ ոչինչ չկարողացավ անել, Աղվան Հովսեփյանը փակեց, վերջացրեց գործը։ Մի հարց էլ Տիկին Բախշյան ասում են, քանի բացահայտված չէ հոկտեմբերի 27-ը, նոր հոկտեմբերի 27 հնարավոր է որ տեղի ունենա։ Աստվածոչանի։ Նման վտանգ տեսնում եք մեր պետության դեպքին արկախված։ Վերջին տարիների զարգացումները հաշվի առնելով։ Ցավոք տեսնում եմ, բայց չեմ ուզում դրա մասին սևեռվեմ, բայց եկեք ասենք, որ երբ Սերժ Սարգսյանի նկատմամբ փորձարվեց, բռնվեցին, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ փորձարվեց, բռնվեցին։ Այսինքն, եթե ուզում են, կանխում են, չեն թողնում, որ ահաբեկչություն լինի։ Եթե չեն ուզում, լինում է հոկտեմբերի 27։ Եղավ։ Օրվա իշխանություններն այդ դեպքում չեն ուզել կանխել հոկտեմբերի 27։ Իհարկե չեն ուզել։ Ես ասում եմ, աննով եմ ասում, Ռոբերտ Քոչարյանը տեղյակ էր, Սերժ Սարգսյանը տեղյակ էր, Ջահանգիրյանը տեղյակ էր, Ջահանգիրյանը Քոչարյանի կաբինետում ասեց, երբ 2000 թվականի մայիսի 10-ին, երբ բոլոր զոհվածների կանանց հավաքել էր, այնտեղ ասեց, ես 12 օր առաջ Վազգենին զգուշացրել եմ։ Ով էր ասում։ Ջահանգիրյանը։ Էլ ոնց ասեմ, ոնց կարող են չիմանան։ Այն մարդ լուր հետևել են, թե ոնց այդ անորմալները, ինչ անորմալ տականքները կմտնեն խորհրդարան ազգային ժողով ու 8 մարդ կներեք ժողովուրդները։